Բարի առավոտ, առաջին ծրագիրը սկսում է իր տոնական եթերը, այսօր մայիսի 9-ն է, իհարկե գեղեցիկ ու հրաշալի տոնի զգացողությամբ ժպիտներով ձեզ ասում ենք բարի լույս Սուրենը, Սոնան, լավ տրամադրությունը եւ Արևը։ Այո, բարի լույս ելի Սուրեն, բարի լույս ելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, տոնական տրամադրությամբ սկսում ենք մեր առավոտը եւ առաջարկում ենք, որպեսզի հարմար տեղավորվեք էկրանների առջև եւ ամբողջ 2 ժամը անցկացնեք մեզ հետ միասին։ Հայ ժողովուրդը մայիսի 9-ին առանձնահատուկ խոնարհումով է նշում հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Պատերազմ սկսվելուց հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու հայրենիքը։ Պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 600,000-ի։ 200,000 հայ մարտիկներ ու սպաներ զոհվեցին Խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։ Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազած Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով եւ իհարկե ԽՍՀՄ մեծ ծովակալ Հովհաննես Իսակով։ 70,000 հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով։ 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշան։ 104 մարդ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման։ Ես հիշում եմ Սոնա, որ պապիկս նույնպես մասնակցել է մեծ հայրենականին եւ հիշում եմ, որ հենց մայիսի 9-ին ամեն անգամ ինքը այսպես շատ առանձնահատուկ ոգևորությամբ էր պատրաստվում եւ իհարկե փայլացնում էր մի օր առաջ իր բոլոր շքանշանները, դրանք շատ էին եւ իհարկե մեր ձեռքը բռնած գնում էինք դեպի մոնումենտի հաղթանակի այգին, այո, եւ այնտեղ արդեն մեծ շուկով ինքը այսպես մեծ հպարտությամբ քայլում էր, որովհետեւ գիտեր, որ ինքը այդ հաղթանակի մի մասն է, որովհետեւ հենց այդ ոգևորությունն էր նրանց իհարկե տալիս այդ զգացողությունը, այնպես որ այո, այսօր ցավոք սրտի արդեն մեծ հայրենականից շատ քիչ մարդիկ են, որ ողջ են եւ իհարկե փառք ու պատիվ բոլոր այն հայ հերոսներին, ովքեր մեծ հայրենականի ժամանակ էլ իրենց կյանքը տվեցին հանուն մեծ հաղթանակի։ Այսօր էլ Սիելի Սուրեն հաղթանակի զբոսայգին պատրաստվում է հյուրընկալել բոլոր հյուրերին, որովհետև ճանապարհներին արդեն հայկական եռագույնը ծածանվում էր, բոլորը պատրաստ էին եւ երեք երբ ես հաղթանակի զբոսայգու մոտով անցնում էի, լսվում էին դհոլի ձայներ եւ ես հասկանում էի, որ փորձ են անում այնտեղ, այնպես որ այնտեղ միջոցառումներ այսօր շատ են լինելու եւ ես վստահ եմ հյուրերը թե մայրաքաղաքից եւ թե Հայաստանի այլ քաղաքներից եւս շատ են լինելու։ Ինչպես ասում էին մեր պապերը, երբ որ մտանք Բեռլին, Ռեքստագի դարպասների մոտ քոչարի ապարեցին եւ դա իրականություն է եւ նույնիսկ կան որոշակի արխիվներ ու մեծ ձայնագրություններ, երբ քոչարին է հնչում այնտեղ եւ մեր քաջերը ապարում են քոչարին։ Ինչպես ասում ենք մայրաքաղաքի փողոցները ամբողջությամբ ազատ են միայն Հրաչյա Աճարյան փողոցում կա վթար եւ այդ վթարի հետևանքով էլ երկկողմանի շատ խիստ խցանում կա դեպի Միասնիկյանի շնորհ հատվածում, այնպես որ այստեղ մի փոքր զգուշանում ենք, իսկ մնացյալը փողոցները բոլորովին ազատ, գեղեցիկ եւ ամբողջությամբ կանաչ որոշակի փոքրիկ հատվածներում տեղ-տեղ դա էլ երևի թե պայմանավորված է լուսացույցի առկայությունով, մնացածը արդեն ամեն ինչ կանաչ է ու գեղեցիկ։ Այսպեսի լավ տրամադրության շարժենք առաջ։ Ես կարծում եմ այլևս կարող ենք քարտեզին չնայել իմ ներկայությամբ որոշենք փողոցները բաց են թե չէ, որովհետև իսկապես շատ բաց էին փողոցները եւ շատ հարմար էր հասնել աշխատանքի, ես շատ կուզեի, որ միշտ այդպես լինի։ Շատ լավ, ես համոզված եմ տոնական տրամադրությունը յուրաքանչյուրից մոտ կա եւ ինչպես արդեն առավոտյան մինչեւ աշխատանքի գալը ես թերթում այսպես հեռուստաալիքները եւ հասկացա, որ քիչ հետո երևի թե արդեն կսկսվի Կարմիր հրապարակում, հա, այդ մեծ պարադը եւ երևի թե հենց տոնական տրամադրությունը ամբողջությամբ արդեն այս ամենի հետ կապված միանգամից կպարուրի բոլորիս։ Այս պայն կարճ դադար կարող ենք ունենալ, որից հետո արդեն վերադառնանք եւ հետո կտեղափոխվենք խոհանոց, որ տեսնենք մեր ադրինեն ինչ է պատրաստելու մեզ համար։ Բարի լույս եւս մեկ անգամ շարունակում ենք առաջին ծրագիրը եւ շարունակում ենք տոնական տրամադրությամբ։ Դե ինչ տոն առանց իհարկե այն քաղցր ու գեղեցիկ խոսքերի, որոնք պիտի հնչեն յուրաքանչյուր տոնի ժամանակ, իսկ քաղցր ու գեղեցիկ խոսքերը ավելի հրաշալի են ստացվում, երբ որ ձեռքիդ մի բաժակ, իհարկե ռոզե փրփրուն բրիզն է, Իջևանի գինու գործանի կողմից ներկայացվող, որը հաստատ տոնական տրամադրությունը լրացնում է իր գույնով, տեսքով, համով եւ իհարկե շքեղությամբ։ Փայլեք այսօրը ձեր իհարկե բաժակաճառով եւ լավ տրամադրությամբ։ Եվ յուրաքանչյուր առավոտ սկսեք կատնամթերք օգտագործելով անարատկաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաև պանիրների լայն տեսականի առաջարկում է Elo Line ընկերությունը։
Եվ չմոռանանք, որ պետք է միշտ ժպտալ, սա շատ կարևոր է։ Արևը իհարկե դրսում ժպտում է մեզ, իսկ ի պատասխան արևին ու կյանքին եւ մեր սիրելիներին պետք է ժպտանք եւ փորձենք հենց այս լավ տրամադրությամբ բարուրել բոլորին, բայց հարց՝ ուր գնալ, եթե այսօր ուրբաթ է, վաղ իհարկե շաբաթ կիրակին, այսինքն մի ամբողջ 3 օր ունենք մեր դիմաց, որպեսզի լավ անցկացնենք։ Այս հարցին Սոնա պատասխանում է ով։ Մեր շատ ելի գործընկերը Արթուրը եւ կարծում եմ այս առավոտ եւս ինքը կանչում է մեզ հայրաքաղաք։ Գնանք տեսնենք ինչ հետաքրքիր տեսանյութ է պատրաստել նա մեզ համար։ Գյումրին սիրո մասին է, Գյումրին չկոտրվելու, պայքարի, կամքի ուժի մասին է, այստեղ ամեն մի անկյուն շնչում է արվեստով, իսկ հիմա ես գտնվում եմ մի վայրում, որն իմ կարծիքով գլխավոր այցեքարտն է Գյումրու, խնդրեմ, մեր մանկության տանգոյի հայտնի պատշգամբը։ Իսկ հիմա խնդրում եմ ուշադրություն, այս ձայնը լսելուց հետո դուք հաստատ կփշաքաղվեք։ Ուստա բարրել եմ ու պիտի բարրեմ։ Ու այսօրից հետո էլ պիտի բարրեմ, մարեմ։ Բարրե։ Կբարրեմ, հենց պիտի բարրեմ, հապա։ Մենք գտնվում ենք մի վայրում, որտեղ նկարահանվել է Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգո» ֆիլմը, որն իմ կարծիքով հայ կինեմատոգրաֆիայի գագաթնակետն է։ Այստեղ եղել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Մհեր Մկրտչյանը, Գալիա Նովենցը, Ազատ Գասպարյանը, ու ճիշտ է, շենքը հիմա այս տեսքն ունի, բայց ես լիահույս եմ ու համոզված եմ, որ շատ շուտով այն կվերանորոգվի ու իր ամուր հաստատակամ տեսքը կունենա։ Բարեմ Մարեմ պատշգամբի դիմաց ինձ հասակակից երիտասարդները ստեղծել են գողտրիկ արվեստի անկյուն Բարեմ Մարեմ Art Studio։ Իսկ թե ինչի մասին է այն, եկեք իմանանք։ Բարև ձեզ։ Ողջույն։ Ինչ եք։ Լավ, մերսի։ Մեր հեռուստադիտողներին հետաքրքրեց ձեր արվեստանոցը։ Խնդրեմ ներկայացնեք, միամ էքսկուրսիա եք մեզի։ Շատ բարի։ Ուրեմն մեր մոտ արվեստանոց է, մեր արվեստանոցի անունը Վարեմ Մարեմ է, քանի որ մենք հայտնի պատշգամբի դիմաց ենք։ Կավագործության արվեստանոց է, ստեղ մեր հյուրերը ցանկացած պահի կգնան գան ու աշխատին մեր հետ միասին կավով ու պատրաստեն կավե տարբեր առարկաներ, որը հետո մենք կթերձենք ու ստացված արդյունքը կտրամադրենք հենց մեր հյուրին։ Այսինքն Գյումրիում արվեստի ու արհեստի քաղաքում մենք ստեղծել ենք հնարավորություն ոչ միայն ծանոթանալ Գյումրիի արվեստին ու արհեստին, այլ նաև մասնագիծ դառնալ վարպետաց դասերի միջոցով։ Օրինակ, մի հատ էլի շատ հետաքրքիր վարպետաց դաս կա կոչվի Գյումրիի դռներ։ Մեր հյուրերը մասնակցելով այս վարպետաց դասին կարող են իրենց ձեռքով լրիվ զերոյից պատրաստել Գյումրիի հուշանվեր տուր ու ստացված արդյունքը անմիջապես տանել իրենց հետ որպես փոքր իրենց ձեռքով պատրաստած հուշ Գյումրիից։ Քանի որ ֆիլմերի թեման բաց թողնել չենք կարող, ստեղ ունենք մի հատ շատ հետաքրքիր շարք, կոչվում է հայկական ֆիլմերի հետքերով։ Երբ վերցնենք հեռախոսները ու մոտեցնենք իրենց վրայի QR կոդերին, կտեսնենք ֆիլմերից հայտնի դրվագները, օրինակի համար հենց Բալգոնի էպիզոդը կա, Վարեմ Մարեմը։ Ու այս նույն տրամաբանությամբ ֆիլմի բոլոր հայտնի էպիզոդները ստեղ կան, այդ թվում նաև քաղաքային տեսարանները։
շատ հետաքրքիր պրոյեկտ է ստացվել, կոչվի Forever in Գյումրի, այսինքն ընդմիշտ Գյումրիում։ Իմաստը այն է, որ մեր հյուրերն որ քաստեն Գյումրի, այս կավե տարերի միջոցով ման կուկան ամեն մարդ իր անվան տարերը։ Դու այստեղից կնաս Արտուր գտնես իդեպ, դա տարը ստեղ է։ Ու падի վրա արդեն խաչ բարի կանոնի համաձայն պետք է գտնենք համապատասխան տեղը, որովհետեւ կնանանք ավելացնենք քո անունը դες падի վրա։ Վերջում նաև գունավորելու հնարավորությամբ բնականաբար։ Ուրեմն այս падը սկսվել է ընդամենը մի հոգու անունից ու ճյուղավորվել է արդեն մինչև 50,000 եւ ավելի մարդ աշխարհի տարբեր անկյուններից։ Մեր արվեստանոցի, կոնկրետ իմ ամենասիրածս կետն է այս կոֆեի կետը, քանի որ աշխարհի սաղ հայերը կսիրեն կոֆե։ Պետք է մոդենալ զանգել այս զանգը, որովհետեւ ձեզի դիմավոր է Մարիամը։ Ձեր համար կսարքի համով կոֆե։ Կնգարե հենց ձեր դիմանկարը ձեր բաժակի վրա ընդամենը 3-ից 5 րոպեում։ Ու բացի այդ, կեսկադակ կես լուրջ կենեք ուշադրություններ Գյումրի բարբառով հենց ձեր մասին։ Կոֆեի բաժակներ։ Կոֆեի բաժակներ կնայե, ճիշտ է։ Նայք, ուրեմն, մենք նոր տեխնոլոգիայով բաժակ կնայինք, բայց ավանդույթները պետք է պայել, գիտեք, Գյումրին ավանդապաշտ քաղաք է։ Գյումրեցի եմ։ Այո, բաբշե արդեն։ Պետք է մի հատ աչի ցախ 3 կռուկ ֆռծնենք, ասխի հետ կապի մեջ մտնենք, որ խորատային են հետներս։ Շուռ տանք։ Խոսք է տվե, չէ՞ որ պիտի շուռ տանք ու նայենք ձեր բաժակը։ Շուռ տվենք։ Ու նայենք։ Կտեսնի որ թազա բացահայտումներ պետք է ենես։ Բա, ասխերը, հա, իմ սազները կյանի, իմ բեսոր կնացեք բացահայտումների հետևից, մերսի ձեզ է։ Ու ամենավերջում մեր բոլոր հյուրերը, այդ թվում նաև դու, պետք է ծանոթանաս պարտադիր Գյումրիի ամենաթարմ նորությունների հետ։ Այդ նորությունները կեղնեն այս կողմի վրա, պետք է խնդրեմ մոդենաս ու կարդաս։ Սերժը, բայց աննախնդալունը դու ես լուրջ սկսել։ Այդ թե ինչ է անում Երևանում աշխատելը, Գյումրվա պատվավոր քաղաքացուց դարձա Գյումրվա պատվավոր զբոսաշրջիկ։ Միքայել ջան, շատ ուրախ եմ, որ մեր հաղորդմանը Գյումրվա համու հոտ փոխանցեցիք իրոք, թե քեզի, թե ամբողջ անձնակազմին ու կուզեմ ստեղի միշտ մարդ տեղնի, միշտ ծաղիկ ու բարգավաճիկ։ Արտուր ջան, շնորհակալ եմ, ուրախ եմ, որ քեզի նորից տեսա։ Հաջողություն։ Ձեզ հետաքրքրում է թե ուր գնալ, ես կասեմ։ Դե իհարկե Վառեմ Մարեմ Art Studio, Գյումրվա համն ու հոտը զգալու համար։ Ահա, հայրաքաղաք գնալու հրաշալի առիթ է, բայց կարծում եմ այսօրվա տոնը հենց իհարկե Երևանում մնալու եւ հաղթանակի զբոսայգի այցելելու մասին է, իսկ այ արդեն շաբաթ կիրակին կարող եք նախատեսել անցկացնել հայրաքաղաքում Գյումրիում։ Իսկ թե ինչ պատրաստել այսօր, այս շատ դժվար, բայց շատ հետաքրքիր հարցին միշտ պատասխանում է մեր Ադրինեն։ Հիմա էլ բացառություն չէ, տեղափոխվենք խոհանոց եւ տեսնենք այսօրվա տոնական տրամադրությունը ինչպես է դարձնելու համեղ։ Ադրինե։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, սիրելիներս, բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող։ Ես էլ միանում եմ բոլոր շնորհավորանքներին եւ մաղթում եմ միայն առողջություն ամենագլխավորը եւ խաղաղություն։ Եվ անցնելով առաջ ասեմ, որ այսօր պատրաստենք շատ տոնական այսպիսի բաղադրատոմս չեմ որոշել անկեղծ ասած, բայց շատ համեղ է։ Ինչու ոչ, կարելի է նաեւ տոնական սեղաններին այս համեղ բաղադրատոմսը ուրեմն օգտագործել, պատրաստել այս ուտեստը եւ հրամցնել։ Եվ ասեմ, որ այս տարբերակը նախուտեստի տարբերակ է, այն ինչ որ այսօր որոշել եմ պատրաստեմ, սա նախուտեստ է։ Այստեղ պետք է ներառենք հավի կրծքամիս, ահա այստեղ ունենք, ես հենց հիմա կսկսեմ այն մարինացնել
եւ կթողնենք մի կողմի վրա եւ հետո ավելացնելու ենք ուրեմն ահա տեսնում եք մենք այստեղ տարայի մեջ ունենք խորոված բանջարեղեն մեր գործընկերոջ կողմից առաջարկվող ուրեմն Իջևանի գինու եւ պահածոների գործարանի կողմից առաջարկվող այս համեղ սմբուկը, լոլիկը, պղպեղը, որը այսօր ես օգտագործելու եմ։ Այստեղ էլ ունենք որպես հավելում թարմություն փոխանցելու համար, այստեղ ունենք մի քանի հատ չերի լոլիկներ, կարմիր սոխ, այսինքն շալոտ տեսակի սոխ եւ խառը կանաչի։ Այս բոլորը պետք է միախառնենք եւ ստանանք շատ համեղ նախուտեստ։ Ինչ ենք անում առաջին հերթին։ Ինչպես ասացի, մենք պետք է հավի կրծքամիսը մարինացնենք, իսկ դրա համար մեզ պետք է լինելու համեմունքներ, բուսայուղ եւ մի փոքր սոյայի սոուս։ Առաջին հերթին ուրեմն տեղափոխեմ ամանի մեջ մեր թրջնամիսը, ահա սա դնենք մի կողմի վրա։ Այսպես, սիրելիներս, օգտագործում ենք աղ, քիչ, որովհետև քիչ հետո ես սոյայի սոուս եւս կավելացնեմ։ Այսպես աղ, սխտորի փոշի, քրքում, խմելի սունելի, սև պղպեղ, այսպես, եւ իհարկե հատուկ համեմունք նախատեսված մսամթերքի համար։ Մենք 3 էլ, եթե հիշում եք, օգտագործեցինք այն եւ այսօր եւս այս թրջնամսի համար, հավի կրծքամսի համար կօգտագործենք։ Անկախ նրանից, որ ես բազմապիսի ուրեմն համեմունքներ օգտագործեցի, գուցե հարց առաջանա, եթե այդքան համեմունք ավելացրեցիր, ապա ինչու մի հատ էլ խառնուրդ, ինչ որ խառնուրդ։ Ասեմ, որ շատ հետաքրքիր է լինելու, այսինքն այն ինչը, որ նախապես արդեն ավելացրել եմ, սրա հետ համադրությունը շատ գեղեցիկ է լինում եւ շատ ավելի ճոխ։ Բայց ինչպես միշտ այսօր եւս կրկնում եմ, ցանկության եւ նախասիրության հարց է, ըստ քիմքին հարիր, ինչպես դուք եք ցանկանում։ Ես իմ առաջարկն եմ անում, դուք արդեն ձեր ընտրությունն եք կատարում։ Հիմա բուսայուղ ենք այստեղ ավելացնում։ Այսպես, եւ ես հիմա բերեմ սոյայի սոուսը։ Ավելացնենք սոյայի սոուս։ Խնդրեմ։ Ու մեզ մնում է միայն լավ խառնել, ահա, լավ տրորել, որպեսզի լավ համերը այսպես միախառնվեն, այս համեմունքը ամբողջովին ներծծվի հավի կրծքամսի մեջ։ Այսպես, պետք է շատ լավ տրորել։ Եվ երևի թե մի քանի րոպե, 5-ից 10 րոպե կթողնենք հանգստանա, համերը միախառնվեն, այնուհետև մենք պետք է այս համեղ հավի կրծքամիսը տապակենք։ Այսպես, ողջույն Սուրեն ջան։ Ինչպես տեսնում դու շատ գեղեցիկ այսպես գունավորել ես արդեն քո տաղավարը։ Տարածքը, այո։ Հետաքրքիր է։ Եվ այսօր շատ չերի լոլիկները։ Այո, հրաշք էր, բնության գեղեցկություններից, չգիտեմ։ Դու համեղ բաներ ես պատրաստում ես համար։ Շնորհակալ եմ։ Հետաքրքիր է։ Իսկ դու մասնակցել ես այդ մայիսինյան տոներին։ Ես էլ սովետական միության զավակ եմ, այսպես ասեմ։ Շատ հին մարդիկ ենք մենք, այո, իհարկե մասնակցել ենք եւ շատ մեծ ուրախություն, այսինքն գերագույն հաճույք ենք ստացել փոքր լինելով, մենք հասկացել ենք տոնի կարևորությունը եւ այդ համովությունը։ Մենք շատ վայելել ենք մեր։ Ես հիմա, որ վերադառնում եմ մանկություն, հիշում եմ, որ ինչքան գեղեցիկ մանկություն ենք ունեցել, հենց այդ տոների հետ կապված, այսինքն շատ գեղեցիկ է եղել եւ շատ համեղ ամեն բան։ Այնպես որ այո, իհարկե, իսկ դու Իհարկե, ես հիշում եմ մենք գնում ենք պապիկիս հետ հենց այդ զբոսայգին, հաղթանակի եւ այնտեղից առնում ենք շաքարակ լոլներ։
Նաև կար այսպեսի համեղման, որ հիմա չեմ կարող գտնեմ, երևի թե կարող է լինել, բայց երևի չեմ կարող ճիշտ փնտրել, խնձորը, որը ամբողջությամբ այսպես կարամելի մեջ է թաթախված եւ փայտիկ է վրան։ Այո, եւ այդպես շատ համեղ էր, դա եմ հիշում։ Դրոշակները, փոքրիկ փուչիկները։ Անպայման փուչիկները, ծաղիկներ, դրոշակներ։ Եվ հետո բոլոր այդ տոներին իհարկե մեր սերնդակիցները բոլորն էլ կհիշեն, որ յոյո հիշում ես, խաղեր էին վաճառում, իհարկե մեր ծնողները անպայման մեզ գնում էին, որովհետև թելով այդ հաճելի ձայնը գալիս էր, շատ մեծ ուրախություն էր, չգիտեմ, հիմա դե բնականաբար այս սերնդի երեխաները չեն տեսել այդպիսի բաներ, բայց մենք շատ հետաքրքիր բաներ ենք տեսել։ Ինտերնետով, այո։ Դե հրաշալի է, դու հիմա այսպես պատրաստում ես, երեք նաև եղավ եւս մեկ շատ կարևոր իրադարձություն, վերջապես ընտրվեց Հռոմի Պապը։ Այո, իմիջիայլոց ես էլ հետևեցի այդ Լևոն 14-րդը սերվում է Միացյալ Նահանգներից եւ հենց ինքը իր անունը ընտրեց որպես Լևոն, հա, ու Եվրոպայում դա որպես Լեոն, բայց մեզ համար Լևոն 14-րդը մեր Լևոնն է։ Եթե վերցնենք տարիքայինով, երիտասարդ պապ, 65 թե 69 տարեկան, ամենայն դեպս տեսքը շատ բավականին այսպես առույգ եւ երիտասարդ է, օգնեմ քեզ ակնչել, դու արդեն կարողանում ես։ Իդեպ ասեմ, եթե բախտ է վիճակվել, իսկ հիմա շատ հասանելի է Վատիկան գնալը, եթե այնտեղ եք լինում, մեկ անգամ այսպես պատտվում եք Վատիկանի այդ պալատով, թանգարանով, այո, եւ հետո արդեն, երբ որ այս ամենը տեսնում ես, դու հասկանում ես դրա կարևորությունը, որովհետեւ շատ հետաքրքիր են տեղ սենյակներ կան, շատ հետաքրքիր հենց այդ տեղը, որտեղ որ կատարվում է պապի ընտրությունը, հա, Սիքստինյան կապելան, որի հենց ներքո էլ այդ ամենը կատարվում է եւ դու անկախ քեզանից արդեն երբ որ մտովի պատկերացնում ես որ հիմա այնտեղ որտեղ է որ ես գնացել եմ տեսել եմ հիմա այնտեղ նստած են կարդինալները եւ ընտրում են Հռոմի Պապին եւ այնտեղ շատ այսպես հանգամանալից իդեպ մեր հայ գիդը պատմում էր թե ինչպես է կատարվում այդ ընտրությունը ինչպես են այդ ձայները փոխանցվում ինչպես է հետո այդ սպիտակ ծուխը որ տեսնում ենք ժամանակին դա իհարկե հատուկ բան չէր, այլ պարզապես հա ինչ որ փայտի տեսակ էր, որից ծուխ էր, սպիտակ էր։ Հիմա արդեն մի փոքր քիմիական միջամտություն են տալիս, գնդիկներ են սև գույնի եւ սպիտակ, որ այո գցում են հենց բանի մեջ։ Մի խոսքով շատ հետաքրքիր process է, շատ եւ ես նաեւ խորհուրդ կտամ դիտել Կանկլավ ֆիլմը, որը ճիշտ է, այնտեղ Վատիկանում ասում են որ դա ընդհանրապես կապ չունի այն ամենը ինչ որ կատարվում է այդ պահին ներսում, բայց համենայն դեպս եւս մի տարբերակ է թե ինչպես այդ process-ը կատարվում ընտրություններին։ Դե մենք երևի թե մի քիչ շատ էսպես խոսեցինք, հիմա կարճ դադար ըստ մեր ռեժիսորի, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ ես ուզում եմ հիշեցնել, որ ապրիլի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որը մեկ հարկիտակ էր համախմբել երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող արտիստների եւ ոլորտի ներկայացուցիչների։ Տարվա լավագույն երգը Արամ Էմպետրիի Երևի ստեղծագործությունն էր, որի խոսքերի հեղինակը Հարութ Թիզյանն է, իսկ երաժշտությունը գրել է Վարդան Գալստյանը։ Եվ հենց այս առիթով մեր տաղավարում հյուրընկալել ենք Հարութ Թիզյանին եւ Վարդան Գալստյանին։ Բարի լույս։ Ոնց եք։ Բարի լույս, շատ լավ։ Դե շնորհավորում ենք ձեզ։ Այո։ Շնորհակալ ենք։ Ուզում եմ հասկանամ տարվա լավագույն երգ, երբ որ գնահատվում է, հա, սերտի ամենաբարձր գնահատականն է աշխատանքի։ Ինչ զգացողություններ կան։ Զգացողությունները պարտավորեցնող են։ Առաջին հերթին ավելի։ Իսկ մնացածը շատ հաճելի։ Երգը, որ արդեն եղավ, այսինքն գրվեց, ներկայացվեց, դարձավ երգ, տրվեց երգչին, արդյոք արդեն ոնց որ ձեզանից չի փոխվում այդ ամեն ու գնում իրեն վերջ, էլ ձերը չի։ Այդպիսի զգացողություն ունեք, թե չէ։ Ամեն դեպքում այդ հարազատի զգացողությունը պահվում է։ Ըստ երգչի, Արամի պարագայում շատ մեզանական է դառնում ամեն ինչ, որովհետև Արամի մոտեցումը երգին շատ ուրիշ է եղել, որովհետև ինքը լսել է եւ դրանից անմիջապես հետո մենք տենց դարձրել ենք դա մերը ուղղակի։ Հետո նույնպես էներգետիկա դաշտը ավելի ինքը հավատացել է մեր նման տվել ստեղծագործությանը, որտեղ քիչ արտիստներ կան, որոնք որ շատ կարևոր է միանգամից ըմբռնում են երգը, միանգամից գալիս են ճանապարհով, որը որ մենք ասում ենք վստահ ենք, որ
քո կատարմամբ լավ է լինելու։ Իսկ ինչպես էր իրականում, երբ գրում եք բառերը եւ երգի երաժշտությունը, վստահ եք, որ հենց Արամն է կատարելու, հենց իր համար եք գրում, թե գրելուց հետո, երբ երգը պատրաստ էր, նոր որոշեցիք, որ սա Արամը ամենալավը կկատարի։ Քիչ հանդիպող դեպքերից է, որ տեսեք, այդ ամպլուայի երգիչ երևի թե մենակ Արամն է, որը ներկայացնում է, խոսքը լավ կամ վատ երգչի մասին չի, ուղղակի ոճային առումով, ու հենց երգը գրվել է Առաջին մարդը հենց ինքն է եղել, որ մեր մտքով անցել է։ Ինքը զանգել ենք, ինքը եկել է ու միանգամից հենց լսեց, ասեց Վարդան, միանգամից զայնագրում ես։ Ասես մի շնչով է գնացել էլի ամբողջ այդ ընթացքը, մեզ էլ է շատ հաճելի ու շատ դրական է եղել ամեն ինչ։ Դրա համար էլ մի շնչով ընտրվել է որպես տարվա լավագույն երգ։ Հիմա առաջարկում եմ վայելենք միասին, հետո վերադառնանք ու շարունակենք մեր զրույցը։ Արի գնանք ուրիշ երկիր սովորական օտանավով Հեռու մի տեղ ձեր խոստացիր անիրական մի նոր լեզվով Քեզ հետ կգամ ես ուր ասես միջև երուն մոլորակի Կգամ անգամ թղթենավով թեկուզ գիտեմ կխորտակվի Ինչն է ինձ ու քեզ ամուր կապում Երևի Գնանք լուսին առանց տոմսի Երևի Քեզ համբուրեմ առանց խոսքի Երևի Սերն իսկական գտանք հենց նոր Երևի Չվերջանար սերը մի օր Երազմ էր թող որ դառնա չնկարված մի նոր կինո Կյանքն իրական թող որ սպասի մենք հետ կգանք մի օր հետո Պիտի քայլենք մենք երկուսով համբուրների ճանապարհով Մենք կհասնենք մեկ է իրար դեռ չկապված կամուրջներով Ինչն է ինձ ու քեզ ամուր կապում Երևի Գնանք լուսին առանց տոմսի Երևի Քեզ համբուրեմ առանց խոսքի Երևի Սերն իսկական գտանք հենց նոր Երևի Չվերջանա սերը մի օր Երևի Գնանք լուսին առանց տոմսի Երևի Քեզ համբուրեմ առանց խոսքի Երևի Սերն իսկական գտանք հենց նոր Երևի Չվերջանա սերը մի օր Երևի։ Շնորհավորում ենք եւս մեկ անգամ, որտեղ իրոք շատ գեղեցիկ գործ է։ Միջև Արամը, հա, կան համագործակցություններ, թե սա հենց առաջի համագործակցությունն է։ Երգի տեսանկյունից շատ համագործակցություններ, մեր ընկեր Արկադի Դումիկյանի հետ համարյա 80% գործերը Արամի հետ։ Արամի հետ սա առաջի գործակցությունն էր։ Արամինը երևից սկսել են։ Երևից ենք սովորական տղան դարձյալ։ Իսկ երևի ամեն ինչ հարթ գնաց, թե ամեն ինչ շատ հարթ գնաց։ Նաև ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր ընկերոջը Մարտինին Միրզոյան, ով միքս մաստերինգն է արել տվյալ ստեղծագործության բարձր մակարդակով եւ այդ թիմային աշխատանքը իրոք շատ հարթ ընթացք կա ունեցել։ Պաստորեն հետո եղավ սովորական մի տղան, հետո
էլի գործ կա, որի մասին հիմա կարող ենք փակագծեր մի քիչ բացել։ Մենք իրավունք չունենք այդ փակագծերը բացելու։ Բայց սպասենք նոր գործի վստահ ձեր համագործակցությամբ Արամի հետ։ Այո։ Արամը հիմա կլսի, Արամ մի լսի, մենք ասենք, բայց Խոսակ քնած է Արամը հիմա, չի լսում։ Կարող եք ամեջ պատմել։ շատ լավ, ուզում եմ հասկանամ, հա, այսօրվա չափանիշները լսարանին շոյելու, գոհացնելու համար որն է, որ գրում եք եւ մտածում եք, այսա հիթ է դառնալու։ Ինչ փոխվեց հայ երաժշտության այս ընթացքում, որ հիմա հիթը դառնում է հենց այս տեսակի գործը։ Տեսեք, այդ հարցին այդ են գլոբալ հարցն է, որ տանջում է բոլորին, իսկ որ այս երգը հանենք հիթ կդառնա, մենք չգիտենք։ Ամենակարևոր բանը երաժշտությունը գրվում է, խոսքերը գրվում է, եթե երգը անկեղծ է, մենք սենց լսում ենք ու մենք մեր գրածին հավատում ենք, մեզ համար շատ կարևոր է նաև երգիչն էլ հավատա մեզպես, որովհետև լինում են դեպքեր, որ մենք հավատում ենք, բայց երգիչը մի քիչ կասկածները առաջանում, արդյոք հա, որ բայց կարա լինի այսպես, բան։ Դրա համար այդ ընթացքը ոնց որ մագիայի պես բան է, էլի, որ սենց կպնում է միմյանց եւ ստացվում է։ Եթե երգչի մոտ հարցեր չի առաջանում, այսինքն ինքն էլ միանում է այն էներգիային մեր ստուդիայի, իսկ մեր ստուդիայում էներգիան շատ է, որտեղ մենք ամեն գրած գործին, որ տենց, չգիտեմ, մի քանի գիշեր աշխատում ենք դրա վրա, մենք սկսում ենք հավատալ դրան ու այդ մթնոլորտը ստեղծվում է։ Եթե ինքը գալիս է ու այդ մթնոլորտին միանում է, ոչ թե մի այլ մթնոլորտ է սարքում, բայց այնտեղ հա, բայց կլինի որ բան, այդ արդեն քանդվում է ամեն ինչ։ Իդեպ ես համաձայն եմ ձեզ հետ, որ երգչի գործոնը շատ կարևոր է, որովհետև հիմա նորից լսելով երգը համոզվեցի եւս մեկ անգամ, որ Արամից լավ ոչ ոք այդ էմոցիան գուցե չփոխանցի, երևի չփոխանցի։ Երևի, ճիշտ եք ասում, տեսեք, մի հատ sense կարևոր բան կա, որ այս ամեն ինչը ստեղծել են Կարեն Սևակը եւ Ավետ Բարսեղյանը, այս ոճը մենք չմոռանանք դրա մասին, կուզեսով, հա, կուզես երգով ու մենք շատ շնորհակալ ենք մեր ավագ ընկերներին, որովհետև մեզ համար մի քիչ ասֆալտ ճանապարհ է հարթված։ Ավետ Բարսեղյանը այնքան էր ուրախացել մեր հաջողությունով, իմ ու Վարդանի, որ աննկարագրելի էր այդ ամեն ինչը։ Կարեն Սևակն էլ մեզ շնորհավորեցին ու այն հիմքը եթե կա ու ինքը ամուր հիմք է, դու կարող ես որպես երիտասարդ աշխատել, ստեղծագործել ու պահել են ինչը որ կա։ Այսինքն, էլի ստեղծագործել նոր երգերով բան, բայց արդեն տղերքը արել էին այն ֆունդամենտալ գործը, այս ոճը սիրված էր այլևս Հայաստանում։ Իսկ որ արտիստների հետ է ավելի հեշտ աշխատել, որովհետև յուրաքանչյուր տեսակ, ձև ունի նաև իր կմահաճույքները, հա։ Այ ում հետ ավելի հեշտ աշխատել կամ ում հետա որ դե լավ էս մեկն արեցինք էլ չենք անելի։ Չէ, մենք չունենք այդպիսի բան, չէ։ Մարդին բոլորի հետ կոմֆորտ զոնան կարողացել ենք ստեղծել։ Ամեն մարդու պիտի մոտենաս յուրով տեսակով էլի, այո։ Եկեք Արկադի Դումիկյանի հետ համագործակցությունից եւս խոսենք, որովհետեւ ցավոք ինքը ոչ մի նոմինացիայում չկար, բայց գիտենք թե ինչքան է աշխատել ամբողջ տարի, ինչքան սիրված է ամբողջ հայազգի կողմից եւ բոլորը դա նկատում են, բոլորը դրա մասին գիտեն։ Որ գործերն է, որ դուք եք իր համար ստեղծագործել։ 24 թվականի գործից եկեք սկսենք։ 24 թվականի գործերից, 24 թվականի վերջի գործից սկսենք եկեք, նոր տարվա գիշերից, հա։ Սկիզբս ընթացքը ստարտը եղել է Սարով Ձոյրովից։ Սկիզբը, այսինքն մեր համագործակցությունը։ Ամենահիթային գործերից երկուսը դուք եք փաստորեն։ Ճամփատվեք, Լույս աղջիկ, ու այդպես այն ասեր շատ են գործերը Դումիկյանի հետ մեր համագործակցությունը հիմա Միացյալ Նահանգներում արևենք Արկադին ու ասենք իրան շնորհակալություն, որովհետև տեսեք, եթե չլիներ ինքը ու Սարով Ձորերով գործը չլիներ, հնարավոր է, որ իմ գրիչը ու Վարդանի երաժշտությունը այսպես պոպուլյար չդառնար։ Ինքը մեծ ավանդ ու ներդրում ունի մեր ստեղծագործական կարիերայի մեջ։ Շնորհակալություն։ Ձեր համագործակցությունը որքան ժամանակ է եւ ինչպես սկսվեց։ Մենք իրար հետ ենք ծառայել։ Արցախից է սկսվել մեր համագործակցությունը։ Դեռ այնտեղից մտքեր կար, որ պետքա գնանք։ Այդտեղ էլ ամուր հիմքեր կան, էլի։ Բանակային ընկերները ամենալավ ընկերներն են դառնում տարիների ընթացքում։ 2018 թվականից տենց երազանքներ փոքր պահելով, աշխատելով Ծորամասում ինչի՞ չէ ազատ ժամանակը իհարկե, եթե սահմանում չենք։ Արցախում որտեղ եք ծառայել։
մեխակավանի զորամասում։ Համագործակցությունների աշխարհագրությունը շատ լայն է, հա, որովհետեւ չեմ սխալվում նաև Նունե Եսյանի հետ։ Իդեպ ասեմ, որ Նունե Եսյանի ձյուն երգ, առաջին ձյուն երգը բավական էսպես սիրված ու տարածված եւ իմ ամենասիրելին էր եւ վերջին շրջանում ամեն համերգի ընթացքում ես Նունեին, եթե առաջ ասում եմ խնդրում եմ Դիանջումյանի ձյունը երգի, հիմա ես ասում եմ Նունե ջան, շատ եմ սիրում այն ձյունը, որը նոր է եւ իհարկե արդեն հասցրել է սիրվել ու իրոք ապրեք, բրավո տղեր, որտեղ իրոք շատ գեղեցիկ են այն բոլոր հետաքրքիր ձեռագիր ունեք, հա, որը կարծում եմ որ այսպես շատ հետաքրքիր նշվում է եւ հետո հատուկ արտիստի դա էլ է շատ կարևոր իմանալ արտիստի տեսակը, ձևը, դա ամենակարևորն է, որովհետև շատ հաճախ կարող ես երգեր գրել, տալ տարբեր արտիստների եւ հետո հասկանալ, որ նույն բանը ստացվեց։ Դա երևի նաեւ այնն է, որ հաշվի չենք առնում, որ այս արտիստը այս տեսակի մեջ է, այս ձևի մեջ է եւ բնականաբար հատուկ իրեն պիտի այդ ամենը արի։ Տեսեք, մի շատ կարևոր բան կա, որ մենք հասկացել ենք մեր ավագ ընկերներին Մարտին Միրզոյանի գլխավորությամբ, մենք մշտապես փորձում ենք հարցնել անցյալում ինչ ա եղել։ Օրինակ մի գործ անել են, ինչ որ sense արձագանք ստացվել կամ բան ու մեր ավակ սերունդը շատ լավն է, անկեղծ եմ ասում, որտեվ իրանք sense գիշերը 3-ին էլ զանգենք, ասենք մեր ստուդիայում ենք, մի հատ sense բան կա, էլի բան ենք գրել, կարող է գաս մի հատ լսես կամ բան, Մարտինը առաջին մարդկանցից մեկն է, ով այդտեղ կանգնած է ու մեզ խորհրդով օգնում է ու երևի դրա համար է, որ մեր մոտ տենց մի քիչ լավ է ստացվում։ Շատ լավ, ուզում ենք ձեզ հաջողություններ մաղթել, որովհետև իրոք շատ հետաքրքիր տեսակ եք բռնել եւ այդպես շարունակեք։ Շատ գեղեցիկ են ստացվում այն ամեն ինչ որ անում եք եւ ձեզ ուզում ենք նվիրել Իջևանի սափոր սպիտակը եւ որպեսզի նոր երկերի համար ու հետո սա դառնա իհարկե ոգեշնչում նոր գործերի համար։ Շնորհակալ ենք շատ լավ դրամատուրգիան համար եւ քանի որ դուք ինքներդ եք արարում երգեր, այստեղ արև բացիկներն են, որտեղ ներառված են հայտնի երգերից եւ բանաստեղծություններից տողեր։ Այսպես ասեմ, բացիկներում կային նաև ձեր տողերից, բայց քանի որ հիմա իմ մոտ չեն, ես ձեզ նվիրեմ ավելի նեյտրալ, որովհետև դասականները հիմքն են այն ամենի։ Միանշանակ։ Ինչը որ ինչից որ սկսվում է։ Սահյանի եւ Տերյանի խոսքերով են ես ինչ որ մեկին զրկել եմ քեզնից, դու ինչ որ մեկին զրկել ես ինձնից եւ քո աչքերի դեմ իմ աչքերը կույր։ Սա նվիրեք այն մարդկանց, ովքեր ձեր կողմից սպասում են հենց այս խոսքերին։ Շատ լավ, շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն եւ հաջողություններ ձեզ։ Հաջողություններ ենք մաղթում։ Շնորհակալ ենք շատ։ Դե Կլինիկ արտատավ դադար մեդիաթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին ողջունում ենք ձեզ եւ ասում ենք միացեք մեզ առաջին ծրագրին։ Սիրելիներս, ինչպես ասացի, այսօր պատրաստելու ենք շատ համեղ նախուտեստի տարբերակ, բայց ինձ խոհանոցում հյուր է եկել իմ շատ թանկագին Սոնան։ Ողջույն Սոն ջան։ Ողջույն Զելի Ադրինե։ Դու էլի շատ համեղ բաներ ես պատրաստում եւ ամբողջ տաղավարում հարցազրույցի ամբողջ ընթացքում այդ բույրը մեզ հետ էր։ Այո, սիրելիս, թարմ կանաչիների այս համեղությունների, այո, բույրը տարածվել է եւ ասեմ, որ հիմա պետք է արդեն մենք հավի կրծքամիսը տապակենք, որը մարինացրել էինք մի քանի ուրեմն համեմունքներով, այսինքն մի քանի նկատի ունեմ, մի ամբողջ զամբյուղ, մի ամբողջ համեմունքների փունջ եւ այնտեղ ավելացրել էի նաեւ բուսայուղ եւ սոյայի սոուս։ Եվ հիմա թավան շատ տաք է, իմիջայլոց ես հենց այս պահին կփորձեմ բուսայուղը լցնել եւ իհարկե տեղափոխել հավի կրծքամիսը թավայի մեջ։ Այ այսպես, շատ հեշտ տարբերակ է, քանի որ ես նշել եմ հեռուստադիտողին, որ խորոված բանջարեղենով ենք պատրաստելու մեր ուրեմն այս համեղ նախուտեստը, իհարկե մենք պատրաստի վիճակում ունենք, եթե հեռուստադիտողը ցանկանա, կարող է պարզապես թարմ սմբուկը գնել եւ իհարկե խորովել։ Բայց մենք ունենք ամենահեշտ, այսպես արագ պատրաստող տարբերակները։ Մեր ռեժիսորը նախապատվությունը տալիս է Իջևանի ապրանքատեսականին, ինչպես նաև մենք, եւ ասում է, որ այս սեզոնի սմբուկները այդքան համեղ չեն, ինչքան ամռան սմբուկները։ Այո, այնպես որ նկատի ունեցեք, սիրելի հեռուստադիտողներ, եւ դուք էլ մի անգամ գոնե գնեք եւ փորձեք, իսկապես շատ համեղ են։
Ահա այսպես մենք կփորձենք այսպես համբերատար տապակել հավի կրծքամիսը ամբողջական վիճակում, չնայած ամենավերջում, երբ նախուտեստը պատրաստեմ, ես այն պետք է շերտերով կտրեմ եւ արդեն դասավորեմ մեր այս համեղ սմբուկի վրա։ Ուզում եմ նշել, որ այստեղ իհարկե խորոված սմբուկը, լոլիկը եւ պղպեղն են, բայց ես օգտագործել եմ միայն սմբուկը։ Լոլիկը չենք օգտագործելու, լոլիկ օգտագործելու ենք թարմ տարբերակով, մենք այստեղ ունենք չերի տարբերակը, այնպես որ լոլիկը կթողնենք ուրիշ մի բան, օրինակ ծվածեղ կարելի անել։ Այո։ Այնպես որ սերի ռեժիսորը ինձ խանգարում է ականջի մեջ։ Այո, ես հասկանում եմ։ Բայց ես ուզում եմ հասկանալ ինչով քեզ կարող եմ օգնել, այս պահին եթե ցանկություն ունես, կարող ես ուղակի լոլիկները բաժանել երկու մասի, պարզապես, քանի որ փոքր է, ես կարող եմ քեզ ուրիշ տախտակ տալ։ Պարզապես երկու մասի ենք բաժանում։ Լոլիկները։ Այո։ Չերիկներն են մեր։ Չերի լոլիկները, ահա խնդրեմ, կարող ես Բայց դանակը կարող եմ, չէ՞։ Գիտես, քեզ կարող եմ հենց լոլիկի համար նախատեսված դանակ տրամադրել, այս ձևի դանակը, այս ֆորմայի դանակը, ուրեմն հատուկ լոլիկի համար է նախատեսված։ Իհարկե ավելի շատ նախատեսված է լոլիկի կեղևը մաքրելու կամ գեղեցիկ կտրելու համար, բայց այնուամենայնիվ շատ հարմարավետ է։ Իսկ ես ասեմ, որ այստեղ օգտագործելու ենք շալոտ տեսակի սոխ, որը ես մանրացրել եմ, կօգտագործենք հենց, այսպես ասած, միջուկը պատրաստելուց եւ հաջորդ սոխը ուրեմն կլոր շերտերով կկտրեմ եւ կձևավորեմ մեր նախուտեստը։ Այնպես որ շատ բաղադրիչներ պետք չեն, սիրելիներս։ Ես կարծում եմ շատ այսպես մոտավորապես 2000 դրամի կարգի այս նախուտեստը կկազմի, այո, եթե անկեղծ լինեմ, այդքան այն պարագայում իհարկե եթե տանը չունեն պահածոացված տարբերակը կամ սառցախցիկում նախապես չեն ձմռան շրջանում չեն պատրաստել եւ չեն այսպես պահեստավորել, եթե պետք է գնումներ կատարել, ապա չաշխատեցիր ամռանը, ասա ինչներ պատճառ։ Այո, 2000 դրամի կարգի կկազմի այս նախուտեստը, բայց շատ համեղ է, ես վստահեցնում եմ, եթե փորձեք, գոհ կմնաք։ Ահա այսպես, մի փոքր երևի թե կրակը պետք է բարձրացնել, իսկ այս նախուտեստի կողքին շատ հաճելի կլինի չորահացիկներ պատրաստել նաև, դա կարող է լինել լավաշից ուրեմն պատրաստված չորահացիկ կամ թե սովորական, այո, իհարկե կարելի է էլի համեմել սխտորով, բուսայուղով, այսինքն ձիթապտղի յուղով, տեղափոխել ջեռոց, չորացնել եւ այս նախուտեստի կողքին մատուցել, շատ համեղ եւ հետաքրքիր։ Երբ այդ ամենի մասին խոսում ես, ու ես չերիկներն էլ տեսնում եմ այստեղ, մտածում եմ, որ կարելի է նաեւ բրուսկետայի տարբերակ առանձնացնել մեզ մոտ մի օր առավոտյան եւ պատրաստել այսպես բրուսկետաներ առավոտյան նախաճաշի համար, կարծում եմ իդեալական տարբերակ է։ Համաձայն եմ, եկող շաբաթ, այսինքն շաբաթվա սկզբին կամ ընթացքում ես քո առաջարկը ընդունում եմ եւ անպայման կպատրաստենք, կարող ենք այն պատրաստել պարզապես լոլիկով, շալոտ սոխով, վարունգով, կարող ենք պատրաստել ավոկադոյով, լոլիկով եւ այսպես պեստո սոուսով նաեւ, ինչու ոչ, կարելի է նաեւ սա էլ համադրել։ Մենք անպայման, ես արդեն գրի առա այս պատվերը, այսպես ասած, ինչպես հայտնի ֆրազայում պատվերն ընդունված է։ Այո, ես էլ շատ ուրախ եմ, երբ ինձ էլ են հուշում անում, այն ինչպես ես եմ փորձում մեր հեռուստատեղին հուշումներ անել, այնպես էլ ինձ է դա հաճելի, երբ ինչ-որ մեկը հուշում է ինձ, որ կարելի է, գիտես, այս բանը պատրաստել, իմ գործը շատ դրանից շահում է, ավելի հեշտ է լինում ինձ արդեն կողմնորոշվել։ Ադրի այստեղ մինիմալիստական էսթետիկա կա, գույները շատ գեղեցիկ են, բայց հիմա պետք է ունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։ Շարունակենք մեր ծրագիրը բարելույթ եւս մեկ անգամ բոլորին եւ այսօր, քանի որ շատ ժամանակ կա եւ որովհետեւ այսօր աշխատանքային չէ օրը, այլ տոնական ու հանգստի, ունեք այդ հնարավորությունը գնալու Hill սպորտային համալիր եւ փորձելու այնտեղ կազմակերպել ձեր առողջ ապրելակերպի առաջին քայլերը։ Եթե իհարկե դրանք առաջին քայլերն են, որովհետեւ այնտեղ Hill-ում բոլոր տեսակի մարզաձևերը առկա են ու հասանելի։
բոլորի համար՝ երեխաների, մեծահասակների, կանանց, տղամարդկանց, մի խոսքով խմբակային մարզում դերև շատ շուտով արդեն շքեղությամբ հասանելի կդառնա ամառային լողավազանը, այնպես որ Hills-ը սպասում է բոլորին։ Այո, Hills սպորտային համալիրում 73-ից ավելի խմբային մարզում կա եւ այսօր այս տոնական օրը Hills սպորտային համալիրը բաց է առավոտյան 9-ից մինչև 21:00։ Ողջույն, առավոտը Hills-ի շրջանակներում Hills սպորտային համալիրում եմ։ Այսօր ինձ օգնելու է մարզիչ Հրաչը եւ նա ներկայացնելու է մարզումների տեսակներ, որոնք ավելի հատուկ են հենց աղջիկների եւ կանանց համար։ Այնպես որ սիրելի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, այսօրվա վարժությունները ձեզ համար են։ Այսօր կմարզենք ուսագոտու եւ բասկի մկանները։ Առաջին վարժությունը սկսում ենք հրումներից։ Կատարում ենք 15-ից 20 անգամ 3 մոտեցում։ Վարժությունը կատարելիս շատ կարեւոր է ձեռքերի դիրքը։ Երկրորդ վարժությունը կկատարենք բասկի եռագլուխ մկանի հետ կապված։ Նախնական դիրքը սա է, բազուկը մնում է անշարժ, աշխատացնում ենք միայն նախաբազուկը։ Կոնցենտրիկ ուժը լինում է ավելի արագ, էքսցենտրիկը ավելի դանդաղ։ Հաջորդ վարժությունը նախատեսված է բասկի երկգլուխ մկանի համար։ Վարժությունը կատարում ենք հնարավորինս աշխատացնելով նախաբազուկը, մարմինը չի շարժվում։ Բարձրացնելուց ֆիքսում ենք, իջնելը հնարավորինս դանդաղ։ Չենք մոռանում շնչառության մասին։ Վերջին վարժությունը կատարում ենք դելտա մկանի հետ կապված։ Բարձրացնելուց արմունկները լինում է փոքր-ինչ բարձր։ Փորձում ենք չլարել սեղանարդաձև մկանը, հնարավորինս աշխատեցնում ենք միայն դելտա մկանները։ Դե փորձեք այս վարժություններն անել այստեղ Hills սպորտային համալիրում եւ ունեցեք այն գեղեցիկ տեսքը, որը հատուկ է միայն ու միայն ձեզ։ Հետևեք մեր ծրագրին, կվերադառնանք վաղն առավոտյան էլի այստեղ Hills սպորտային համալիր։ Այո, Hills սպորտային համալիրում նաև շատ ուշադիր են հենց գեղեցիկ սեռի նկատմամբ, որովհետև հատուկ մարզա տեսակ կա, որպեսզի այնպես անել, որպեսզի ավելորդ չմկանոթել, այլ հակառակը ուղղակի պարզապես ունենալ այն գեղեցիկ կառուցվածքը, որը գեղեցիկ սեռը հատկապես շատ է ուզում ամռան ընթառաջ։ Դե փորձենք հենց հետևել մարզչի ցուցումների եւ կարևոր խորհուրդների։ Իսկ հիմա էլ տեղափոխվենք խոհանոց, որովհետև մեզ մոտ էլ մեր շատ սիրելի Ադրինեն է շատ ուշադիր մեր առավոտյան նախաճաշին եւ տեսնենք թե ինչ փուլում է այսօրվա բաղադրատոմսի պատրաստումը։ Ադրինե, շնորհակալություն սիրելիներս, բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտող։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, այսօր պատրաստում ենք նախուտեստի տարբերակ, իսկ դրա համար մեզ պետք էր խորոված սմբուկ, ահա ես արդեն լցրել եմ այս ամանի մեջ, որպեսզի համեմեմ այն, եւ իհարկե հավի կրծքամիս, որը շատ բազում համեմունքներով տապակվել է արդեն, այստեղ ունենք չերի լոլիկներ եւ իհարկե ունենք արդեն կտրատված խառը կանաչի, շալոտ տեսակի սոխ եւ այս վերջին թերթիկները ռեհանի կօգտագործենք ձևավորման համար։ Այսպես, գնացինք առաջ։ Ինչ ենք անում այս պահին, սիրելիներս։ Խորոված սմբուկի վրա ավելացնում ենք մի փոքր խառը կանաչի, այսինքն ոչ թե մի փոքր, այլ լավ էլ առատ ավելացնում ենք խառը կանաչի եւ իհարկե կտրատված սոխը։ Մանր կտրատված սոխը ավելացնում ենք միջուկի մեջ, սիրելիներս, իսկ
ուրեմն օղակներով կտրատվածը կթողնենք ձևավորման համար։ Այստեղ մի փոքր որպես այսպես մի չնչին հավելում անենք, սև պղպեղ ավելացնենք։ Շատ քիչ, շատ աննշան աղ եւ իհարկե սխտորի փոշի։ Հիմա լավ խառնենք։ Ասեմ, որ պահածոացված խորոված բանջարեղենից ես միայն օգտագործել եմ պղպեղը եւ սմբուկը, սիրելիներս, ահա լոլիկը ես չեմ օգտագործել, թող մնա, լոլիկը ուրիշ որևիցե ուտեստի մեջ կօգտագործենք։ Այս պահին մեզ պետք է միայն սմբուկը, որովհետեւ լոլիկը օգտագործելու ենք թարմ վիճակում։ Եվ իմիջիալոց նշեմ, որ պետք է լավ հարել, որպեսզի շատ ավելի խյուսի վերածվի սմբուկը։ Նախուտեստի բաղադրատոմսը, այսինքն տարբերակը հենց այսպիսինն է։ Այսպես։ Ահա տեսեք, թե ինչ տարբերակ ստացանք։ Հիմա կտեղափոխենք, հենց այս պահին կտեղափոխեմ այն մեր մատուցվող ամանի մեջ։ Շարունակությունը իհարկե ավելի ուշ կցուցադրեմ։ Հիմքը ստանանք, հետո շարունակությունը արդեն ձևավորման ընթացքում։ Ահա, սա դնում ենք մի կողմ, ողջույն սուր։ Միշտ շատ գեղեցիկ եւ էսթետիկ ամեն ինչ դասավորում է սա։ Եթե սա փորձ է, ես պատկերացնում եմ ինչը որ արդեն փորձը չի։ Ադրինե, ուզում եմ անպայման հիշեցնել, որ այս ամենը նաև պատրաստում է այն համեղություններով, որը ներկայացնում են մեր գործընկերները։ Իջևանի գինոգործարանը իր պահածոների լայն ու շքեղ տեսականիով, որը միշտ հասանելի է եւ համեղ, իդեպ ասեմ, որ հենց այս պահածոների մեջ կա տնականի պատրաստած համն ու հոտը, ինչպես ասում են, եւ շատ հանգիստ կարող է կորված հանկացած պահի, պարզապես եթե շատ արագ է պետք սնվել, այս պահածոներից մեկը բացել եւ վայելել համը եւ իհարկե սնվել։ Ինչպես մենք այսօր առաջարկեցինք հեռուստադիտողին, պահածոներից մեկը բացեցինք եւ շատ արագ, սա մի քանի րոպեների հարց է, եթե պատրաստի վիճակում կա ձեռքի տակ այս պահածոն, ուրեմն մեզ միայն կմնա հավի կրծքամիսը տապակել մի 15 րոպե եւ ճոխ համեղ նախուտեստը պատրաստ։ Դե չմոռանանք նաև կաթնամթերքի մասին, որը նույնպես շատ կարևոր է, հատկապես առավոտյան նախաճաշի համար, տալիս է այն սպիտակուցների մեջ չափաբաժինը, որը պետք է մեր օրգանիզմերին ամբողջ օր էներգիայով լցվելու համար։ Կաթնամթերք, պանիրների լայն տեսականի, այս ամենահասանելի է ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանի սահմաններից դուրս, ի դեպ նորություն, սպառողի համար հատուկ պանիր բաստուրմայով։ Այո, կարող ես շատ համեղ է, շատ հետաքրքիր եւ իհարկե մենք արդեն հասցրել ենք այն սիրել եւ կարծում եմ, որ մենք ունենք դեռ հնարավորություն ճաշակել։ Այո, հասանելի են բոլոր խանութներում, այնպես որ Էլոլա ապրանքանիշը միշտ իր նորություններով եւ նորարարություններով հանդես է գալիս հետաքրքիր պանիրների տեսականիով։ Վայելեք, ոչ միայն Հայաստանում, նաեւ Լոս Անջելեսում կարող եք հայկական խանութներից եւ սկսեք ձեր օրը։ Սուպեր, եւ գնացինք առաջ, ասեմ, որ այստեղ ունենք չերի լոլիկ, ավելացրեցի էլի խառը կանաչին, մի քանի կլոր օղակներով սոխ ավելացրեցինք, ուրեմն աղ եւ պղպեղ եւս կավելացնենք։ Ու այսպես մի փոքր կարելի է ինչ որ հետաքրքիր շատ հետաքրքիր հավելումներ անել, այստեղ ավելացնենք նաև բուսայուղ, այսպես, խառնենք։ Իմիջիալոց, վերջերս անընդհատ համացանցում տեսնում մի շատ հետաքրքիր տարբերակ են փոքրիկ բողկերը, որ կարմիր, բոլոկի են ասում։ Բոլոկիների, մարինացնելու տարբերակ, որ ինչ որ այդպես անընդհատ տարածում է ամբողջ համացանցում։ Հազում եմ քեզ խնդրեմ մի հատ պատրաստես։ Գիտես, շատ հեշտ տարբերակ է։ Շատ հեշտ է։ Այո, քացախով մարինացված բոլոկիներ, որը պիտի մի քանի ժամ կամ գոնե 1 օր մնա, որպեսզի ներծծվի այդ համերը։ Ես նույն տարբերակով փոքրիկ, շատ փոքրիկ սոխ եմ մարինացնում նաև, շատ համեղ է լինում, համարյա թե ընդհանրապես չես զգում որևիցե սոխի։ Բայց արի բոլոկին անենք ամեն տեղ։ Բոլոկին կանենք։ Ամեն տեղ։ Առավոտյան սոխը մի տեսակ չի։
լինի բոլոկ։ Բոլոկին։ Այո։ Շատ լավ, մեր ռեժիսորի իմականջի մեջ արդեն ասեց, որ դե դաթար։ Դե դաթար, բայց ինչու դաթար, եթե մենք դեռ հավի կրծքամիսը պետք է կտրատենք։ Այո, խնդրեմ Ադինա կտրատենք։ Կարող է ասել Հայկը ինչու այդպես։ Մենք իհարկե ունենք ժամանակ շատ քիչ, Ադրինա, պիտի խնդրեմ այդպես արագացնենք։ Դե կատակ ես ահա ուզում եմ որպեսզի հեռուստատիտողը տեսնի մեր գեղեցիկ տապակված հավի կրծքամիսը, այն մի փոքր պետք է սառչի եւ ես շերտերով կտրատեմ ու վերջում ձևավորման ժամանակ, այո, մատուցելիս ես գեղեցիկ կներկայացնեմ մեր հեռուստադիտողին, այնպես որ կարող է լինել դադար։ Այո, այս պայն կարճ դարձար ու արդեն հաջորդիվ տաղավարում կողջունենք մեր հյուրերին, իսկ հետո ծրագրի ավարտին արդեն կճաշակենք այն համեղությունը, որը ներկայացրեց Ադրինեն։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք Թատեր աշխարհ։ Եվ այսպես Հրազդանի դրամատիկական թատրոնում նոր ներկայացում է Թումանյանի Շունն ու կատուն ամենահայտնի ու սիրված գործերից մեկն է եւ հենց այս մանկական երաժշտական ներկայացումը կհանձնվի հանդիսատեսի դատին մայիսի 10-ին։ Երբեք չհնացող պայքարի ու հետաքրքիր բեմադրության մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Իսկ մեր տաղավարում են Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրեն Վահագն Մարգարյանը, դերասան Լևոն Մամիկոնյանը եւ կոմպոզիտոր Արգինա Հարությունյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ լավ։ Շատ հետաքրքիր գործ եք վերցրել ըստ Հովհաննես Թումանյանի, բայց Վիգեն Ստեփանյանի մշակմամբ բավականին լավ գործ է։ Ես հիշում եմ, երբ որ առաջին անգամ լուսահոգի Վիգեն Ստեփանյանը ներկայացրեց այդ գործը մետրո թատրոնում եւ ասաց նոր բան եմ վերել, պիտի անենք։ Եվ ես ունեցել եմ իմ մասնակցությունը դերակատարում հենց այդ առաջի ներկայացման մեջ, ինչը ինձ համար մեծ պատիվ է։ Այսօր այն թարմացված արդեն ներկայացվում է Հրազդանի թատրոնում։ Խոսենք այս մասին, ինչու հենց ընտրությունը կանգնեց այս պիեսի վրա։ Նախ որ Հովհաննես Թումանյան ազգային, ասենք մեր երեխաներին շատ ներկայացնենք մեր ազգային ներկայացումները մանկական մանավանդ։ Առաջինը դա էր եւ ռեժիսորի հետ քննարկելուց հետո հանդիպելով կոմպոզիտորի հետ Արգինայի հետ որոշեցինք, որ հենց այս գործը վերցնենք ու երաժշտությունը հավաքենք զրոյից։ Ոնց որ արդեն մեր երկրորդ ներկայացումն Արգինայի հետ երաժշտական ձևավորումը, այսինքն զրոյից գրվում է։ Առաջինը արել ենք Մոխրոտը, երկրորդը Շունն ու կատուն, պատրաստում ենք երրորդին։ Եվ նոր գրել ամեն ինչ զրոյից սա նոր երաժշտություն է գրվել ներկայացման համար, բարի ձեզ նորից։ Սա արդեն իմ 5-րդ թատերական գործն է եւ երկրորդը Հրազդանի թատրոնում։ Իսկ ինձ համար առաջինն է այն իմաստով, որ առաջին անգամ օգտագործել եմ ազգային գործիքներ, ազգային ռիթմեր եւ ներկայացման մեջ ներգրավված են երգեր, որոնք հանգիստ կարելի է միացնել ու շատ լավ առիթների ժամանակ ապրել եւ միևնույն ժամանակ ներկայացման մեջ կան երգեր, որոնք շատ դրամատիկ ու տխուր երանգներ ունեն։ Սա արդեն բնորոշ կոնտրաստային կերպարներին եւ ընդհանրապես ներկայացման ասելիքին։ Մեծ սիրով եմ արել, շատ մեծ հաճույք է եղել, ճանապարհը չի խանգարել ընդհանրապես Հրազդան գնալ գալու։ Դե սա է Հրազդան։ Հա, մեզ համար միշտ հեռու է, երբեմն քննարկում ենք, ոնց Երևանից այդքան գնում գալիս եք, բայց մեր փոքրիկ երկրի համար է երևի հեռու մեծ երկրն եմ, ամեն օրվա աշխատանքի գնալու ճանապարհ է իրականում։ Եվ հասկանանք բեմադրությունը, կերպարները Սկսեմ նրանից, որ նախ շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Ինչպես արդեն Վահագն Մարգարյանը նշեց, ազգային գործ Թումանյան, շատ հետաքրքիր մոտեցում եւ ասեմ ավելին, որ մի փոքր շեղվել ենք մենք էլ Վիգեն Ստեփանյանի մշակումից, իհարկե նրա տիկնոջ թույլտվությամբ, Աշոտը Հակոբյան հիանալի բեմադրում է կատարել ու հրաշալի լուծումներ է գտել, ինչի համար շնորհակալություն Աշոտին։ Առանձնահատուկ ուզում եմ նշել, որ յուրաքանչյուր կերպար այստեղ ներկայանում է յուրովի, նոր բնավորության գծեր, նոր առանձնահատկություններ ու ուզում եմ առհասարակ Շունն ու կատուն բալադի մասին խոսելիս նշեմ, որ եթե չեմ սխալվում, Թումանյանը գրել է 17 տարեկան հասակում, բայց 30 տարի շարունակ անընդհատ փոփոխություններ է իրականացնել ու դա հայտնի է բոլորին։ Հետո որ մտածում ենք ինչի համար, ինչի, Աշոտը լավ բան ասեց ամեն տարիք ունի իր Թումանյանը ու կարդալով հասկանում ենք մենք փոքր ժամանակ լրիվ ուրիշ բանի մասին էինք մտածում կարդալուց հետո երբ որ մի քիչ մեծանում ես ուրիշ բանի մասին, հիմա երբ որ խաղում ենք
առանձնահատուկ, չգիտեմ, տպավորությունները լիովին ուրիշ են, որովհետև բացի նրանից, որ ազգային գործ է, բացի նրանից, որ արդարության ու ազնվության մասին, հավատարմության ու, չգիտեմ, ճիշտը գտնելու մասին, այլ նաև պետք է երևի թե կրկնվեմ ընտրության, որովհետև մեզանից յուրաքանչյուրը ունի այդ ընտրության հնարավորությունն ու իրավունքը ու ոնց որ պիեսում Վիգեն Ստեփանյանը նշել է, ամեն մեկս մենք ենք ընտրում մեր ճանապարհը, մեր ապրելու ձևը եւ մենք ենք պատասխան տալի մեր արարքների համար։ Որ կերպարն եք պարոն։ Ուստափիսոյի կերպարն եմ։ Լավ է։ Առանձնահատուկ բացասական կերպար եմ, բայց ուզում եմ նշել, որ Հայկո Պետրոսյան, ով մարմնավորում է Քերի Քուչին ու Հովսեփ Անտոնյան, մեր Գամփերը, Գամփիկը, որի մասին Արգինան հրաշալի ստեղծագործություններ ա ուղղակի գրել, կերպարներից չեմ ուզում առանձնացնել չբացահայտելով ինչ կերպարներ կան հանդիսատեսի համար, որպեսզի մնա գաղտնիք, հետաքրքրությամբ գաննային, այդ շնորհակալություն հայտնենք բոլոր դերասաններին, Անահիտին, Թագուհուն եւ Մարգարյանը արդեն նշեց, մեր թատրոնին կից ստուդիայի փոքրիկները նույնպես մասնակցություն են ունեցել այս խաղին, թատերախաղին ու փակ այդպես մեր համար, երբ որ խաղում էինք, հյուրեր ունեինք, տպավորված էին հատկապես փոքրիկների խաղով, որովհետև նրանց մոտ առաջին անգամ էր դա, բեմ բարձրանալը, զգալ հանդիսատեսին, վերջում զգալ նրանց ծափերը, ինձ թվում է ստացված գործ էր ամեն դեպքում ու հատուկ շնորհակալություն դրա համար եւս մեկ անգամ Մարգարյանին, Արգինային ու գլխավորությամբ Աշոտին Հակոբյան։ Նշենք նաև, որ քանի որ Թումանյանի մոտ երկու կերպար է, հա, Շունը եւ Կատուն, այստեղ պիեսում շատ են կերպարները, հեքիաթասացները, ագրավները, որոնց ես շատ եմ սիրում, շատ լավն են։ Իհարկե դերձակներ կան, Կատուն է, մի խոսքով Թիկնապահը, Գամփերը, շատ լավն են։ Եվ հատկապես այդտեղ մի ֆրազ կա, որը կարծում հենց մեր օրերին շատ հատուկ է, երբ որ Կատուն ասում է ինչ մարդ ես դու, չես համբերում, եւ Շունը պատասխանում է ես մարդ չեմ, Շուն եմ, ափսոս իմ ցեղում դերձակ կարող չկա, գդակ կարող չկա, թե չէ քեզ մոտ ես հաստատ չէի գա։ Երևի թե հենց այս կարևոր խոսքերը, որ տեղ-տեղ այսպես ճիշտ ներկայացված են։ Տեսակի մասին հիմնականում։ Մենք երբ որ արդեն նշեցի, որ փոփոխությունների է ենթարկվել, դա ոչ միայն վերաբերվում է նրան, որ ինչ որ գաղափարախոսություն, այլ հենց բարոյական ուղերձը։ Իսկ թվում է սա ամենակարևորն է, որ անընդհատ փոփոխելով նոր մեսիջ է ուղարկել ու գիտենք Թումանյանին, վստահաբար կարանք ասենք, որ այն ստեղծագործողը, այն հեղինակը չի, որ միայն ստի ու ազնվության մասին գրեր ու չխորանար ավելի մեծ գաղափարների փիլիսոփայության շուրջ, թե ինչքան ստացվել։ Շատ լավ է ստացվել։ Այս իմաստով թույլ տվեք անպայման նշեմ, որ ներկայացումը զուտ մանկական ներկայացում չի եւ պարզապես ժամանցը ապահովելուց շատ դուրս ու շատ վեր է այս ներկայացումը եւ ծնողները, ովքեր երեխաներին կբերեն ներկայացումը դիտելու, հրավիրում եմ անպայման ներկա եղեք, որովհետեւ որ լսում ենք մանկական ներկայացում, մտածում ենք, որ մեծերը կարող են ձանձրանալ, վստահաբար կարող եմ ասել, որ սա այդ դեպքը չի։ Այո։ Ներկայացման հետ կապված ամեն ինչ կարող է բավարարել եւ մեծերի քիմքը հաստատ։ Դե ինչպես փիլիսոփայության մասին նշեցիք, ամենայն հայոց բանաստեղծը տիեզերական մտածելակերպ ուներ եւ իր ստեղծագործությունները ուղղակի ստեղծագործություններ չեն, ուղղակի փոքրիկների համար չեն, խորանալու համար են։ Բայց ինձ հետաքրքիր է մեր սիրելի ստեղծագործությանն անդրադառնալիս, հենց սկզբից հեշտ տրվեց ձեզ երաժշտությունը գրել, թե դուք էլ sense որոշեցիք ոնց այդ փիլիսոփայության մեջ խորանաք, ոնց գտնեք, ոնց մոտենաք, ինչպես քանի որ սկզբում նշեցի, որ սա արդեն իմ 5-րդ թատերական աշխատանքն է, պիտի որ որոշակի փորձ ունենայի այդ առումով, բայց հենց այս ստեղծագործությունը մի քիչ համեմատած մյուս 4 աշխատանքների մի փոքր ավելի դժվար է տրվել, երևի հենց այդ առումով, որովհետև հասկանում եի, թե ինչի հետ գործ ունեմ, ինչ տեքստի ու բովանդակության հետ գործ ունեմ, երկար է տևել աշխատանքը ու նաև ծավալուն է, գուցե դա էլ կապ ուներ, շատ ծավալուն աշխատանք է, ներկայացման մեջ 7-ից ավելի երգեր, երաժշտական անցումներ, կտորներ կան, շատ հագեցած է երաժշտությամբ ներկայացումը, բայց այնքան մեծ հաճույք եմ ստանում, հիմա որ ասում եք, խոսում եք բարդ լինելու մասին, այնքան հետևում են մնացել այդ դժվար թվացող օրերը, այնքան շատ փոխադարձություն եմ ստանում ես իմ աշխատանքից։ Հրաշալի է։
Եվ ուստափիսոյի կերպարը մեզ մոտ այսպես նյարդայնանալու, չգիտեմ, ներվայնանալու, ինչ որ պատասխանատվությունից զուրկ մարդու կատվի կերպարը։ Ինձ հետաքրքիր ոնց եք Mr. Cat։ Ոնց եք մատուցում, ոնց եք իրան ընկալում։ Ամբողջությամբ բացասական եք խաղում, թե մի քիչ փորձում եք։ Բացասական որպես այդպեսին կերպարը սկզբում ներկայանում է ավելի դրական, որովհետև ամեն դեպքում, հա, բարի, համեստ, խելոք, խելացի, իսկ թե ինչ լուծումներով ենք խաղում ու ինչ լուծումներ ենք գտել ռեժիսորի հետ միասին, հրավիրում եմ դիտելու, որպեսզի ավելի պարզ լինի։ Ամեն դեպքում եղել են երեխաներ կան, որ փակ դիտումից հետո դուրս են եկել դուր եկել իրանց կերպարը ու հատկապես կան դրվագներ, որտեղ ուղղակի իմ եղբոր որդիները ասացին, որ զզվում էինք քեզանից հոբար։ Սա նշանակում է ինչ որտեղ կերպարը ստացվել է ինձ մոտ, դրա համար շատ ուրախ եմ իհարկե, բայց ուզում եմ նշել, որ ամեն դեպքում, երբ որ մարմնավորում ես բացասական կերպար, իր բարդություններն ունի ու եթե մենք մատուցում ենք հատկապես ամենակմահաճ հանդիսատեսին փոքրիկներին, պետքա լիովին բացասական ցույց տանք, որպեսզի նրանց մոտ չառաջանա այն տպավորությունը, որ կատուն էստեղ լավ բան արեց, շահեկան դիրքում էր, լավ, վերջում մեկը մորթին մնաց իրան, գդակը մնաց իրան եւ այլը, մենք հենց այդ պայքարի ավարտը ցույց ենք տալիս արդյունքը, թե ինչա սուտը իրենից բերում, այսինքն Աշոտը լավ ասում ենք, դաստիարակելու խնդիր չունենք, մենք ցույց ենք տալիս արդյունքը, թե ինչ հետևանքներ կարող է դա թողնել ու երեխաները հաստատ կարող եմ ասել, որ ներկայացումից հետո գոնե թե կիմանան, որ ավելի լավ է լինել ազնիվ եւ մնալ ազնվության մեջ։ Դե կատվի պարագայում, եթե այսպես շատ մանրակրկիտ ներկայանանք, ասենք, որ ուղղակի նպատակը արդարացնում է միջոցները։ Այս տեսանկյունից եթե դիտենք, բայց համենայն դեպս արդարության եւ անարդարության մասին է, հատկապես հենց մեր ընտրության, որն ենք մենք ընտրում։ Սա է հենց այդ մշակման տարբերակ, որ հետո արդեն մեզ ներկայացրեց Վիգեն Ստեփանյանը իր պիեսի շնորհիվ։ Շատ լավ, ինչ ակնկալիքներ ունեք ներկայացման հետ կապված, սպասումները, անհանգստությունները։ Ներկայացումը մեր խաղացանկային ներկայացումների երթական ներկայացումն է արդեն խաղալու ենք ամսի 10-ի տոմսերը սպառվել են արդեն քանի օր է հաջորդ ներկայացումը մայիսի 30-ին կլինի հունիսին ու այդպես շարունակ մինչև աշնանը հյուրախաղերով որտեղ Հայաստանում հա մենք փոխադարձ հյուրախաղեր ենք անում դա բոլոր թատրոնների հետ գրեթե Երևան կգաք? Կգանք։ Ընտիր։ Գալիս ենք։ Պաունյան թատրոնը մեզ մոտ գալիս, մենք ենք գալիս Պաունյան թատրոն, Գյումրի, Վանաձոր, հիմա ուզում ենք դեպի Սյունիքի կողմը։ Բայց դուք էլ եկեք հրազդան, որովհետև բացի այն, որ արժի հաստատ ներկայացման համար քիչ առաջ մինչև այստեղ գալը խոսում ենք, թե ինչ հրաշալի եղանակ է ճանապարհին ու հա հազվադեպ է Հայաստանում նման կանաչ գարուն լինում, համեցեք կվայելեք ամբողջ ընթացքը։ Ասեմ, որ մեր հանդիսատեսը մենակ հրազդանի հանդիսատեսը չի։ Ծաղկաձորը կողքն է։ Երևանից էլ են գալիս, Սևանից, Չարենցավանից, Ծաղկաձորը դե մեր շտական հանդիսատեսներն են, տարածքը Շատ լավ, ամեն դեպքում, երբ որ ուզում որոշում եք գնալ Ծաղկաձոր հանգստանալու, հիշեք, որ հենց թատրոնում հրազդանի կա ներկայացում, իսկ Ծաղկաձորն ու հրազդանը շատ քիփ կպած են, եւ կարող եք երեկոյան պարզապես գնալ ներկայացում տելու։ Մանկական ներկայացումը իր տեսակով, բայց ինքը մանկական չի, ասելիքը շատ մեծական է, որովհետեւ իրոք այնտեղ ամեն ինչ հենց ուղղված է մեծերին։ Երեխաները հասկանում են դա որպես հեքիաթ, իսկ մեծերը հասկանում են որպես խրատ։ Եվս մեկ անգամ հայոց մեծանուն բանաստեղծի կողմից։ Շնորհակալություն ձեզ։ Մաղթում ենք հաջողություններ եւ ուզում ենք ձեզ նվիրել Իջևանի Պուր Կարբո Կարմիր Չորգինին, համոզված ենք, որ պրեմիերայից հետո նշելու շատ կարևոր կա։ Եվ եթե թույլ կտակ ես չմոռանամ անպայման մոռանում եմ երբեմն ասեմ, որ պիեսի համար, ներկայացման համար, բացի երաժշտությունից, երգերի համար նաեւ նոր տեքստեր են գրվել, տեքստերի հեղինակը մանկագիր Երազիկ Գրիգորյանն է։ Ու շատ համահունչ աշխատանք է ստացվել այդ առումով։ Շատ լավ։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել նաև արև բացիկները, որոնք նախատեսված
պատրաստված են էմոցիաներ փոխանցելու համար, այսինքն ձեր սիրելիներին, հարազատներին, ծաղիկների ու նվերների հետ կարող եք այս բացիկներն փոխանցել, որոնք կարտահայտեն ձեր էմոցիաները։ Այստեղ 3 երգերից են ընտրված բառերը, առաջինը Դուրյան, դու ծաղիկ ես բույրով ես հարուստ, դու արև ես լույսով ես հարուստ, իմ սրտի մեջ հուրն առաջին, սիրո իմ երազանքը քո։ Սա ձեզ։ Հաջորդը նվիրենք Սահակյանի խոսքերն է, հերվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ, որպես կյանքից չքնախիրած, Արեգակին պետք է հերվիցներ, կարելի եթե շատ մոտենաս, սա նվիրեք ձեզ համար շատ հարազատ ու կարևոր։ Դեքան դուք էլ կատվին եք ներկայացնում շատ համահունչ բառեր կատվին, շպրոտի երգերից են, ես եմ քո մեղրը, արի ինձ կեր։ Սա շնորհակալություն ձեզ։ Հաջողություններ ենք մաղթում։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։ Դե Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա ես պատրաստվում եմ մատուցել մեր օրվա բաղադրատոմսը, ինչը բաղկացած էր ամենահամեղ եւ սիրելի մթերքներից՝ սմբուկ խորոված, չերի լոլիկ կանաչի սող, հավի կրծքամիս եւ հիմա ես պետք է վերջնական տեսքը եկեք միասին, այսպես հասկանանք թե ինչ պետք է լինի, հավի կրծքամիսը տապակեցինք եւ այսպեսի գեղեցիկ շերտերով կշարենք մեր այս համեղ բանջարեղենի վրա եւ իհարկե սոխով ու կանաչիով կմատուցենք։ Ահա այսպես ուզում եմ շատ ճոխ տեսք ունենա, առատ եւ ճոխ իհարկե։ Այսպես սոխն էլ օղակներով բաժանված կլցնենք մեր մթերքների վրա։ Այսպես խառը կանաչին իհարկե էլի առատորեն լցնենք։ Եվ ամենավերջում փոքրիկ ռեհանի տերևիկը կհամալրի մեր օրվա ուտեստը։ Ահա։ Այսպիսի տեսք ստացավ մեր ուտեստը։ Ես հուսով եմ ինքներդ էլ կպատրաստեք, ես արդեն ախորժակով սպասում եմ այն պահին, երբ պետք է ճաշակենք, դուք ձեզ լավ նայեք, այսօր բարձր տրամադրությունը փորձեք պահպանել, տոնական օր ստեղծեք ձեզ համար եւ իմացեք ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Շնորհակալություն Ադրինե, մենք էլ քեզ ենք շատ սիրում եւ անհամբեր սպասում ենք թե պիտի ճաշակենք այն համեղությունը, որն արդեն պատրաստել ես եւ իհարկե չմոռանանք համեմել համեղ կոմպոտներով, որոնք ներկայացնում է Ջևանի գինու գործարանը եւ իհարկե Բրիզ ռոզե փրփրուն գինի, որը հաստատ երեկոյի տրամադրությունը կհամալրի հենց իր տեսակով։ Դե գինու հետ էլ չմոռանաք առանձնացնել պանիրների լայն տեսականին, որը առաջարկում է Էլոլա ընկերությունը եւ այս ընկերությունը առաջարկում է նաեւ անարատ կաթից պատրաստված կատնամթերք։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Ընդամենը մի քանի օրից արդեն կլինի վերջին զանգը շրջանավարտների համար շատ կարևոր օր։ Նվիրեք նրանց ձեր էմոցիաները, սերն ու ջերմությունը, հատուկ բառերի ու խոսքերի շնորհիվ։ Թաթա Սիմոնյանի վերջի զանգ երգի բառերը տեղ են գտել արև բացիկներում, որոնք հատուկ նախատեսված են հենց այդ օրվա համար։ Ներսում հնարավորություն, որպեսզի դուք գրեք ձեր անձնական բարեմաղթանքը, իսկ հետևի մասում իհարկե QR կոդը, որով պարզապես հեռախոսամոտեցնելով կարող եք վայելել հենց միանգամից վերջին զանգ երգը Թաթան Սիմոնյանի։ Այս բացիկները հարցրեք Արև Քարց Instagram-ի էջում, Kaiser սուպերմարկետում եւ քաղաքի քաղցր եւ ծաղկաշատ վայրերում։ Եվ ձեր լավագույն առիթներն էլ վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Այսօր իմ խառը ֆենի համար ես շնորհակալություն եմ հայտնում Master Right Barber Shop-ին, որտեղ կարող եք գնալ եւ իհարկե արագեղեցիկի տեսքը ստանալ եւ դուրս գալ այնտեղից բարձրակարգ եւ պրոֆեսիոնալ բարբերները արտակի գլխավորությամբ սպասում են բոլորին։ Ոճային եւ տարբերվող էլ կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի երկու հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ գտեք ձեր գարնանային թիթիզ լուքերը հենց այնտեղ։ Իդեպ գործում են մեծ զեղչեր։ Առավոտյան ուրախ ժպիտի հասցեն մեկն է ATV առաջին ծրագիր Սուրեն Սոնա Ադրինե։ Սա շատ կարևոր է։ Մենք նշեցինք մեզ երեքից, բայց մի ամբողջ թիմ է աշխատում։ Եվ այս ամբողջ թիմը պատրաստ է արդեն 2 շաբթի էլ գալ տաղավար եւ ձեզ ողջունել։ Իսկ չմոռանանք, որ այս ամենը պատրաստված էր սիրով։